Zangirasem Ողջույն բոլորին, ովքեր հենց հիմա միացել են Զանգիր ասեմ անշնորհք ինտելեկտուալ նախագծին, ես Գրիգն եմ, ինչպես միշտ, եւ այսօր ես մի քիչ խեղճացած եմ այստեղ, որովհետեւ այսքան մարդ դեռ այս տաղավարում չէր եղել, շատով են իրանք եկել, բայց ոնց եկել են տենց էլ կգնան, որովհետեւ ես այսօր տրամադրված եմ մարտական եւ առաջարկում եմ, որպեսզի դուք էլ լինեք մարտական, որտեղ մենք ամեն անգամ իր այդ հանդիպում ենք, իսկ հյուրերը գնացովի, գալացով են, չնայած ես մեկը մնացովի է նաև իմ տանը, բայց երևի արդեն հասկանում եք արդեն մեկը ով է, հիմա արդեն կադրը ամբողջանա եւ մենք բոլորով կհասկանանք, որ կարող ես չներկայացնեմ, չլավ չենք ներկայացնեմ։ Հիմա կադրը ամբողջանա եւ արդեն դուք էլ կհասկանաք, թե ովքեր են մեզ մոտ տաղավարում, ամբողջացավ այսօր այստեղ են օքի սերիալի անձնակազմից 4 անձնավորություններ, ովքեր փորձելու են հասկանան ինչքան տաղանդավոր ընկերներ ունեն եւ ինչքան ընկերներ ունեն, ովքեր պատրաստ են իրենց օգնեն։ Բայց ես նկատեցի, ես միշտ քո հաղորդմանը այնտեղ նստում եմ, էլի։ Բոլորին գովում ես դու, ասենք, մեզ մի հատ լավ բառ չասեցի։ Նայ, սովորաբար, որովհետեւ նայ, որովհետեւ նենց է հյուրերը սպասում են մինչեւ ես խոսքս ավարտեմ։ Չի եղել որ ես ավարտած չնեմ, ստոպ տան, ասեն հələ գովան։ Այս հաղորդման ընթացքում լավ, արդարը։ Երեխեք, ես որպես մեր թիմի ներկայացուցիչ պատասխանեմ։ Ասա։ Այս հաղորդման ընթացքում լինելու են այնպես բաներ, որ հələ չի եղել։ Վայ։ Առհասարակ էտի իմացի, էլի շատ են ելնելու տենց բաներ։ Այս թողարկմանը առհասարակ Այս թողարկմանը թիմ, երբ որ ես մենք հզոր ենք։ Երեխեք, ես ձեր թիմի անդամ եմ։ 100%։ Չէ, արդեն ես զգում եմ, Լավ, հիմա պասեք։ երբեք չեղել որ 4 հոգի լիներ հյուր, երբեք չէր եղել որ հյուրերից մեկը դիվանի հետևը հարբած նստած լիներ։ Մարդես հանուտեց։ Լավ, ես անկեղծ ես քանի որ մարդիկ են որոնց ես համարյա ամեն օր տեսնում եմ, ինձ դժվար է այդ մարդկանց գովալը, բայց շատ տաղանդավոր ամեն մեկը յուրովի տաղանդավոր մարդիկ են, մարդիկ ովքեր շատ կարճ ժամանակահատվածում իրար հետ կապ չունեցող մարդիկ միացան իրար եւ ստեղծվեց մի հատ հրաշալի նախագիծ, որ ունի շատ մեծ դիտումներ, շատ մեծ ֆան բազա, իդեպ օքի երկրորդ եթերաշրջանը սկսվել է արդեն YouTube-ում է, իրական ընկերության մասին լավագույն մեր օրերի սերիալը կարող եք դիտել Սոնա Եսայանի իմ կնոջ YouTube-յան ալիքում եւ այսօր այստեղ են Սոնան, Էլենը, Ալիկը ու Մկոն, եկեք ճապարենք Ոնց էր Ընտիր։ Լավ է։ Այ արդեն։ Մեկ էլ Մկոն էլ Նայ, ով դիվանի վրա չի, ոնց որ հաղորդման մեջ չի մի քիչ։ Դու մի քիչ ուրիշ YouTube-ի էջում ես։ Ես իրանց sense որպես պահապան։ Որպես shorts եկել եմ այսօր։ Անկեղծ, այսօր Սոնան ու Ալիկն են մեր հյուրը, դու Էլենը sense։ Կողքից։ Ես համոզեցի, որ գամ։ Կոլաբով կտել եք Ալիքի։ Ես գիտեք ինչ Instagram-ի կոլաբ է։ Սաղի տալիս եմ որ չնեղանան։ Ու 5 հոգի է կարելի, ավել չի Այո, ավել չի կարելի։ Այսօր մենք ճշտելու ենք թե ինչ ընկերներ եւ ինչ շրջապատներ ունեք, հասկացանք Մկոն նոր հեռախոսը առել, տեսեք ինչ սիրով է եկել, մի հատ խնդրեմ ծափարեք Մկոյի նոր հեռախոսը։ Իսկ իմ նոր հեռախոսի մասին խոսք։ Ալիկի հեռախոսը նոր, խնդրում եմ Ալիկը, դզված վիճակ է օքիում, էլի։ Մեկի մոտ մի քիչ շատ դզված մեկի մոտ։ Ինչ Սրանով վլոգեր է նկարում Ալիկը, օքեյ։ Բանան նոկիայից հետո ագին update է եղել Ալիկ ջան։ 2009 թվականի 2 տարեկան տարբերությամբ։ Իդեպ Սոնան առաջին մարտն ով Զանգիր ասեմ երկրորդ անգամ է։ Լու։ Հա, բա դու նենց ոնց որ անհատական ես եղել։ Մկոն պատահական մտել է օբշի, բայց Մկոն առաջին մարտներ ով հյուր չէր, բայց կադրում եղավ։ Մկոն առաջին մարտներ նարեկի։ Եթե պատրաստ եք մենք արդեն կամաց-կամաց պետք է ասենք առաջին փուլը, բայց մինչ այդ ես ուզում եմ մեր հաղորդման մի հատ փուլի անցնենք, որը ամենաշատը դուր կգա Մկոյին։ Ասեմ ամեն Մկոն sense դու կարա գնա։ Հələ։ Ես վերցնում եմ մեր գործընկեր Բեդիալկոյի Զանգու Ռոսե գինին։ Ես ասա շուտ։ Ընթացքային կգամ մոտ։ Միջայլոց։ Այո։ Ինչ ասած Անվանումը։
գինու։ ռոզե։ Զանգու Զանգուն ասող Այո, գինի Զանգու ասոյի գործընկերն է Զանգու գինին եւ Հելենի մազերը ռոզե։ Ինձ խնդրեմ Ալիկ ջան, Մկոյի բաժակը տուր։ Մկոյինը մեծ էր հատուկ։ Մկոյ բաժակները նույնիսկ։ Բայց մինչև այդ ժողովուրդ, մեր բոլոր հյուրերը միշտ կենաց են ասում։ Սա խնդրում եմ Մելեն ջան, քեզ որպես վարդագույն անձնավորություն առաջինը քեզ։ Հիմա այս բայից սկսած խնդրում եմ դուք արդեն մտածեք ինչ կենաց եք ուզում ասեք, սա քեզ սիրելի իմ կին։ Մենակ մի թափի վրա ես եմ լվանալու։ Այս առաջի հյուրնա որ սրտացավ է իմ շորի հանդեպ։ Սա քեզ Մի քիչ մեծ շատ լսներ գոնը։ Իրանը։ Ալիկ ջան, դուք այն տարեկան։ Կարող է քեզ չլսնենք էլ։ Գիտենք որ placement-ի համար չէ։ վիշնյովի սոկարացած մեջ Մկ չէ, կատակ իրա, կմետիմն է։ Անմկնա։ Ես ուզում եմ աղտել հաճելի խաղ, ինչ անչափ հաճելի է այս տաղավարում գտնվելը, օքի հետ միասին, եկեք սկսենք։ Սիրելի կարա հետևորդներ, հարմարվեք, մոտակա 1 ժամը լոգիկա չի լինելու, մեզ մոտ տաղավարում է օքի սերիալը։ Շնորհակալություն։ Անուշ։ Մեր գործընկերն է Coffee Craft-ը։ Coffee Craft-ը աշխատում է միմիայն բարձրորակ սուրճով եւ առաջարկում է յուրահատուկ խմիչքներ, որտեղ ամեն բաժակը պատրաստվում է մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Հասցեներն եք ուզում, գիտեմ, կասեմ, Դավիթ Անհախտ 8-7, Կասյան 1, Հյուսիսային պողոտա 8-5։ Լիքը մարդիկ կան ասում են, բաս Սարյանում երբ ալնելու, կասեմ շատ շուտով Սարյան Մոսկովյան խաչմերուկում, նաև Coffee Craft։ Դե ինչ, մենք հասանք առաջին փուլ, վատ չի, արդեն ագին առաջացանք հասնել։ Եվ ուզում եմ թեթև ծանոթացնեմ խաղի կանոններին, ընդամենը 5 հարց, մեզ բացարձակ չի հետաքրքրում դուք այդ հարցերի պատասխանը գիտեք թե չէ, կարևորը իմանան են մարդիկ, ում մենք զանգահարելու ենք ձեր կոնտակտներից, բայց այսօր քանի որ մեզ մոտ ընդամենը 4 հոգի են հյուրը։ Ուզում եմ ասեմ, որ ընթացքում երեկոյի ընթացքում մեկ անգամ երբ որ շատ նեղը ընկնեք, ունեք օգնություն, սուպեր գրիգի օգնություն, այստեղ դրված են քարտեր, մեկը ընտրում եք եւ մեկ զանգ ընդամենը ձեզ տրվում է անսպասելի 1 րոպե ժամանակ եւ ում զանգեք, ես երբ ցույց տամ այդ բառը պետքա բոլորով օգտագործեք, կապ չունի, Ալիկն է զանգում, Սոնոն է զանգում, Թեոն է զանգում, բոլորով պետք է այդ բառը ցույց տալ ժամանակ ասենք։ Այսինքն երբ նեղը ընկնենք, քեզ դիմենք։ Նու օգնության Այո, ասում ես սուպեր գրիգ ու մի քիչ ինձ գովում եք։ Առաջի փուլը սկսենք։ Այո։ Okay, քանի որ դուք շատ եք, մենք եզև ենք որոշել, որ ամեն հարցին ինչ որ մեկի հեռախոսը կքշփորենք, բայց դուք եք որոշելու առաջինը ում հեռախոսն եք տալիս, կամ կարանք հարցը կարդանք հետո որոշեք ում Հարցը հեռախոսն կարդանք, հետո որոշենք։ Հացից հետո։ Հարցից Դա հարմար է, չէ՞ ավելի։ Բնականաբար այդ ձև չենք անում։ Որոշում եք հիմա ում հեռախոսով ենք առաջին Բա եթե հարցը խաղում։ Եկեք Մկոյի։ Մկոյի հեռախոսով ենք խաղում։ Առաջինը Մկոյի հեռախոսը մինչև վերցնելը հարցը հնչում է այսպես։ Դուք ելի միջազգային ընթացքում կարաք օգնեք Մկոյին ում կարելի է զանգել, կարաք օգնեք։ Հարցը հնչում է այսպես, ուրեմն որ հայկական 6 թղթադրամներն են, որ այլևս գոյություն չունեն։ Այ ես էսի գիտեմ։ Ալիկ ջան, մենք թքած ունենք, ընդհանրապես ես կամ ով ինչ գիտի։ Չկցես։ Այս ինչ խռուստալից, հա։ Ու մի անգամից վերցնում ենք Մկոյի հեռախոսը եւ առաջին կոնտակտը 10 ամայա, ով է։ 10 ամայա։ 10 ամայա։ Սամայա։ Ռուս մայրիկ է, աղջիկ է։ Գոստի է եկեք քեզ։ 10 ամայան ով է։ Դուբայում եմ ծնոտացել։ Բայց ոնց որոշեցիր որ արադեպ всё-таки 10 ամա։ Նայ, իմանալով քո ռուսերենի ունակությունները դու կարող ուրիշ բան ես ուզեցել գրես, այդ է ստացվել։ Ինչ ես ուզեցել գրես։ Իրականում երբ որ արդեն պետք է հաջող անենք, ու տենց մենք շատ մտերիմ էինք։ Ինչքան։ Դու շատ մտերիմ էինք։ Ու տենց երբ որ ասեց, դե в общем համարը հավաքեց, մոռացա ունի ինչ, հա։ Ու տենց որպես Քայլ գնացի 10 ամայա ինքն էլ լավ եղավ։ 10 ամայա որ Դες գրում դու քանի ես, անգամ եք ենթադրում եմ գրել։ որ անունը պետք է իմանան։ Քանի անգամ եք դրանից զանգել իրար։ Մի քանի։ Հայկական համար է հիմա 10 ամայա թե 10 ամայա։ Լավ, երկրորդ։ Տեսեք, հələ երկրորդ կոնտակտն ենք Մկոյի, երթում եմ։ Երկրորդը чистый кайф։ Հələ երկրորդն ենք։ Հələ երրորդը չեմ ասել։ Միագի երկի անունը է ինչ որ։
Մենք գոնե բացատրի ես։ Ինչի է ռուսերեն քո Մենք կոնտակտ։ դաժե չենք վստահում, որ ասենք զանգի։ Ով է։ Չիստի կայֆ է։ Կայֆի ինչ է։ Էլի Դուբայում։ Չէ։ Բա։ Էմիրատներ։ Էս եկա։ Էսի Եգիպտոսում էր։ Վերջում էլի անունը մոռացար։ Okay, օրինակի համար կարող զանգենք Անդո Պանիկա։ Անդո Պանիկան։ Ով է Անդո Պանիկան։ Անդո Պանիկային կարծեմ ճանաչում ես։ Ով է։ Մեր հաղորդումների մեկի ժամանակ ինքը ադմինիստրատոր էր աշխատում։ Անտոն։ Ինչի Պանիկա։ Դե ինքը հենց իրան տենում էի պանիկայի մեջ է։ Այդ նշանակում էր, որ ամեն ինչ լուրջ է, որ ինքը եկել է։ Արտեն չենք հասցնում ինչ-որ բան։ Okay, իսկ ով է օրինակի համար Մկո ջան, Արմեն Պու։ Եթե կարամ պատմությունը պատմեմ ինչի Արմեն Պու, կիսաբաց լուսամուտներում մեջբերում եմ, կինը պատմում, ասում է, վերցրել եմ իմ հեռախոսը, իմ ուսմեջ րոպե չկար։ Վերցրեցի, որ զանգեմ, գրեցի, համար հավաքեցի, գրեց Արմին է Պու։ Ու ամուսինը դες ասում, հա, պատվիրատու։ Պուն պատվիրատուի պուն չի, տենց ընկերոջս ամենամտերում ընկերսը գրել եմ Արմեն Պու։ Պատվիրատու։ Լավ, տոտես լինի։ Արսեն Քյութ ով է Մկո։ Okay. Մկո, մի հատ ֆիքսենք, էլի դու գիշ։ Okay, նախագծի մի կան։ Արսեն Քյութ։ Իսկ գուցե զանգանենք այ իմ։ Նորմալ կոնտակտ չունի։ Այ մեր հետ ծանոթացել եմ Եգիպտոսում։ Ղազախ աղջիկա, անունն է հենց Այիմ։ Լսի հայերի բաժինը մտի։ Այսինքն գերագույնը։ Գերագույնը։ Զանգում են գերագույնը։ Տիկին անուշիկ։ Էս հարցներ։ Այո, 1 րոպե ունես։ Մենք Սխալ ունենք, չէ՞, պատասխանը, այո, սխալ պատասխանը 20 Մենք րոպե ունենք։ լրություն։ Սխալ պատասխանը 10 վայրկյան կտանի քեզանից։ Լկտի աբար։ Որպես ավակ խզար։ Լավ։ Բարև կյանքս։ Привет, Ажис. Ջոն, կյանք լսի լավ, մի րոպե ժամանակ ունեմ հաղորդման ջուր եմ։ Մի հատ գրքի զանգիր ասեմ նրան։ Նայ, որ հայկական 6 թղթադրամներն են, որ այլևս գոյություն չունեն։ 10 դրամանոցները թղթադրամ։ Ահա, 25-ը, 25-ը, 50-ը, 50-ը, շեծեն ծը 100-ը, 6 հատ, 100-ը, ճիշտ է, 100-ը, 5, մի հատ էլ կա։ չգիտեմ տամ։ Կարող է 20 դրամանոց եղել։ Է? Հա 500 դրամ է, 500 դրամ է։ Հա, ու 500 դրամ է։ Շնորհակալ եմ։ Հա, 500-ը եղել։ Ապրես, ոչում եմ, ինքը պիտի դիրքում եմ։ ասի, չէ՞։ Դավայ կյանք։ Ո՞մ ես խափում Մկո։ Ինչ է ումս։ Պրոստը ասես 500 յանի ինքը ասել։ Ինքը Հա, ասեց։ բայց ես հիշեցի։ Ասեց, բայց ընդամենը 5 էր, դա անգամ եթե դա Լավ, դե լոգիկա ո՞նց է 10 վայրկյան։ Բայց լոգիկան բացառում ենք, ես ընդհատեցի իրան, ճիշտ ասում էր։ 6 թղթադրամներ չհնչեց։ Ախպեր մեկին զանգեք, ասեք 250-ին գումարած 250։ Չհնչեց, Եթե տենց անարդար, տենց անարդար։ Մի րոպե, մի հատ ուզում եմ Առաջին մարդուն զանգի, ասա 250-ին գումարած 250-ին չարում, ասում է 500 դառնում է։ Սխալ էր պատասխանը, այդ նշանակում է, որ ես պետքա ընտրեմ Մենք ձեզանից բոլորով ենք մի թիմ։ մեկ այլ մարդու հեռախոսի մա։ Ում հեռախոսն ենք ընտրում։ Հարցը մնում է նույնը, ում հեռախոսը դուք եք որոշում։ Սոն Ում հələ։ եմ տալիս։ Չէ, լավ, էլ են Ալիկի դուտուր, գիշտ էլ են է։ դուտուր, էսի ստրատեգիական բան եմ անում, էլ են Բայց էսի իմ դուտուր։ ծանոթացող կինը։ Դե դուք որոշեցիք։ Խելացի ծանոթ չունես։ Էլենի ծանոթներից Արա, պետք է զանգենք։ անուշիկս ճիշտ պատասխանել էր, Տուր հեռախոսդ Էլեն ջան, մենք պատտվում ենք քո Մայտի կոնտակտներով եւ առաջինը Ագնես Անձնական։ Անձնական Ագնես ունես դու։ չէ, այդ տորթ էի պատվիրում իրենց անձնական համարներ։ Ալա լատինո շորեր կարո։ Լատինո։ Քեզ ինչի՞ կա պետք լատինո շորեր ես կարում տակում։ Չի լատինոյի գործ էի անում։ Տվերային բիզնես է բանը։ Լատինո պարողներ էի գտել, տեն շորեր պես։ Okay, իսկ գուցե օրինակ զանգենք Անի դուրս։ Լևի գործ էի անում, կերսոնը չգիտի։ Ինչ։ Անի դուրս։ Անի դուրսով այլեն։ Դի փոքր ժամանակ բակից է երևի։ Ոնց դուրս։ Okay, Անի տրցելով, ա։
Անի տրցել։ Թրծել չի, թրծել։ Թրծել։ Կավերը որ թրծում են, էտա։ դրծել։ Կավերը որ թրծում են։ Ինչ գործ ունես։ Ախպեր գրեի Դե կավագործ։ ես թերլեմեզանում եմ սովորել, այնտեղ տենց պետք էր կավեի քանդակել էի, պետք էր թրծել։ Հասկացա։ Սա պարալել մնացել էր թրծել։ Կարևորը որ ում որ գտնես, մի հատ դու ասես ինչ տարիքի է, մի Հա, քիչ էդ- ավելի էդի երևի հասուն, ինձ ոչ որ Դու կարես ընթացքում մտածես ու մենք Ես մեծ ա։ զանգում, գուցե օրինակի համար այս հարցի պատասխանը իմանա Գոքոր հոպարը։ Ոյ կարող է։ Գոքոր հոպար է։ Գոքոր հոպար միանշանակ։ Մի հատ էլ հարցում, մի հատ էլ Այսա, հարցում։ հեսա։ Մենք եթերում ունենք երախսազանգ, Էլեն, Հա ջան, այն 20 վայրկյանից ուժը կասես բանն է, չէ՞, հոպար։ 10, Դե, կասեմ։ 20, Էսա արագ ասեմ։ 10։ Ալո։ Գոքրոպար բարև, ո՞նց ես։ Հաղորդման հյուրը մի հատ հարց տամ շուտ պատասխանի էլի, որ հայկական 6 թղթադրամներն են, որ այլևս գոյություն չունեն։ Շուտ ասա հաղթեմ էլի։ Հաղթեմ։ Հաղթենք, մենք թիմ ենք։ Են հին բա 10 դրամ անա։ Հա, 10, 10-ը, բան 25-ը, 25-ը, 50-ը, 50-ը, 100-ը, 100-ը, 200-ը, 200-ը, 500-ը։ այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գոքոր հոպար։ Միա դերստացես մեր կողմ։ Մետ Բայց ես դեռ չեմ ասա ճիշտ է թե Հա, չէ։ բայց 6-ը 10-ը Բայց 6-ը 10-ը լա։ Բայց կարող է օրինակի համար ինչ է այդտենց այդքան վստահ, Հելո, բոլոր թվերն որ 50 եղել է։ Եղել Եղել է, է, ես տեսել հիշում եմ։ եմ։ Չի Եղել է, ապա Ես ես հիշում եմ հիշում առաջին եմ։ ստացածս աշխատավարձն է Նա եղել։ դա ճիշտ է, եղել է, ճիշտ է։ Դո գոքո Նա Գոքոր հոպարին երկ էլի նվիրեք։ Գոքոր հոպար, Գոքոր հոպար։ Ձեր երկով արեք, էլի Գոքոր Գոքոր հոպար։ Ես դու ու մի քանի օքի։ Ես ասել էի հարմարվեք, սիրելի հերոսետոներ, մենք Շատ ասում ենք, շոքեր ես մենք ասում առաջին ենք փուլը։ երկրորդ փուլին։ Մեր գործընկերն է OBD.am-ը, Think Car-ի եւ մի շարք այլ հանրահայտ բրենդների ներկայացուցիչը Հայաստանում։ Ավտոտեղ սպասարկման համար դիագնոստիկ սարքավորումներ, գործիքներ, տոհամբարձիչներ կարող եք ձեռք բերել OBD.am կայքից կամ ուղղակի գալ Ռուբինյանց 29 ու վերջ ամեն ինչ անել տեղում։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Երկրորդ փուլ հասանք մենք սիրելի ընկերներ, Քանի որ Գրիգա ասաց, որ գեղեցիկ հայերեն է լինում, իմ կոնտակտները ես հիմնականում հայերեն եմ նշում։ ապրես, մեծ ծափանենք գրագետ ալիկա էլի մեծ։ Իսկ որոնք որ Ինչ չեն ծափել։ լատինատար են, դրանք կապված են ինչ որ կազմակերպությունների հետ։ Ինչ որ կազմակերպությունների կամ ինչ որ առաքման ծառայությունների իդեմս ինձ այտենց բաների հետ։ Ստրախովկա էր ալիկ։ Հա։ Okay, ալիկը տալիս է հեռախոսը իսկ հարցը հնչում է այսպես. պետք է գտնենք մարդու, ով գիտի թե որ թվականն է այժմ Չինաստանում։ Օրինակ Իրանում հուշում, ասենք Իրանում 1405 թվականն է հիմա։ Պետք է գտնել որ թվականն է Չինաստանում եւ մի անգամից առաջարկում եմ զանգեն գիտեսում Հələ։ աղաս գյուղապետ, Ֆեյք գյուղապետի աղասն է Հունանյան։ բայց գյուղապետ չի իրականում։ Չէ, այդքան Պերսոնաժով չէ։ Պերսոնաժը ոնց որ հայր ու տղա գյուղապետ։ Okay, իսկ գուցե զանգարենք Զակ, օրինակի ես համար Ավիկին շոֆեր։ Ավիկը սենց մի հատ բեքսթորի ասեմ, որ ես դպրոց գնում էի դպրոց։ Ինչ արա, ինչ ես ճպացնում, դու որ պատմում էիր, մենք բանանում էինք, Ես ճպացնում էինք։ backstory ասեցի պատմության մեջ։ Լավ, նախապատմությունը պատմեմ։ Ես գնում էի դպրոց, մեր դպրոցի ավտոբուսով, դե կար տենց ճոխություններ, ու Ավիկը դրա վարորդն է։ Ավտոբուսը ճոխություն չի, ասել մեր դպրոցի Porsche-ով այդի է ճոխությունը ալի։ Չէ, մենք սպրինտերով էինք գնում։ Ճոխություն է, ես Մենք բոբիկ։ սպրինտերով էինք գնում։ Okay, իսկ գուցե օրինակ զանգանենք Արման Լեննականցի տաքսիստ, որ մարդես պետք եղավ զանգել։ Դե լենականցի տաքսիստ, որ մարդս պետք եղավ զանգեմ։ Պետք եղել, հա։ Հա։ Պետք եղավ։ Հələ որ չէ, բայց ես Զանգի։ հիմա Շատ պահենք, եղավ, Չինաստանը պահենք։ քշե։ Չեմ կարծում կիմանամ։ Չէ, դժվար Okay, եթե չիմանա, բայց Արմանին կպահենք հետո։ Ալիկ, ասենք քո տարիքի մարդու կոնտակտում ոնց կարա սենց կոնտակտներում սենց կոնտակտ լինի գոգ չարազեղեն։ Ինչ ես անում, տան պոպոկ պնդուկը նոր տարվա դու ես առնում։ Ընկերական խումբ ունենք, որ կոչվում է Չարազեղեն, Գոգը դրա ներկայացուցիչներից մեկն է։ Դե ոնց որ գեղեցիկ մոնտաժային հնարքներով եւ transition-ներով
Էս էլ ենք կտրելու, բայց Ալիկ։ Էսի դու մեծ ես, ինքը շատ լավ է խոսում։ Այն օրը բառը, Հազար ես Ալիկ։ Վայ։ այն օրը եկել են ինձ ամ, ես բան եմ, Gen Z եմ։ Հա, դեզի։ Էդ չգիտես։ Ինքը գիտի Ջենզին Բիոնսեի մարդն է։ Ես այդպես գիտեի։ Ում ենք զանգում։ Արենին։ Արենը ո՞նց է գրանցված։ Արեն նորաթուխ արտիստ։ Արեն նորաթուխ արտիստ։ Okay։ 50 վարկյան ունես, Ալիկ։ Արեն վերց։ Չի վերցնում դա։ Okay։ Պապային զանգենք։ Պապան կիմանա։ Որ Բաբոր թվականն պապան չիմանա, այսում աստեղ Մի հենց րոպե, հասկանի պապան ավելի Պապան լավ։ այսօր ներկայացման է, պապան հիմա չի Պապան հասցնի։ չի իմանա, Բարխուդարին։ Բարխուդարով է։ Դասարանցից։ Ես վստահ եմ, որ իր համարը բոլորի մոտ գրածա չվեկալել։ Որտեվ իմ մոտ էլ է տենց գրած։ Հիմա կոալան, Չէ, Բարխուդարն է, սոն։ Միրան Ծառուկյան, ժողովուրդ։ Լույս Միրան Ծառուկյանն է սա։ Հիմա Միրան Ծառուկյանին եմ զանգում։ Չեմ կարծում Իրանը։ Դուք որոշեք, Ես թողում եք։ մարդու որ կիմանա, Դե ուրեմն արագ թող- ChatGPT կան։ Դե ուրեմն բանը։ Ջահելի։ Քրքրենք։ Ջահել երեխա, որ կարա ChatGPT անի արա։ Գալիս է։ Մի վարքան կուրսեցուս Անրին եմ Անրին։ զանգում։ 50 վարկյան։ Արի ջան, ողջույն, դու հիմա եթերի մեջ ես ու ունենք 50 վայրկյան ժամանակ արագ ChatGPT արա։ Որ թվականն է այժմ Չինաստանում։ Որ թվականն է Չինաստանում սպասի, Շուտ էլի։ Կասի։ Արաքյան քարա։ Խնդրում եմ առանց տենց բաների դու հիմա եթերի մեջ ես։ Այդ քեզ է պետք է ասեին։ Եթերի մեջ չէ, եթերում։ Ժամանակը գտնա, հա, իմ աստեղ միտեղ։ Չինաստանում այժմ օգտագործվում է միջազգային օրացույցը Թիվը 20 թվականն արա, չէ։ Թե ուրիշ իսկական Չինաստանը։ Իսկական Չինաստանը, ապե։ Չինաստան իսկական։ Իսկական Չինաստանը ո՞րն է? Դա 26 թիվն է իրականում մարդանց։ Լավ թող։ 26 թիվն է գրած։ 4717 թիվ։ 4717։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Սպասի։ Արա, թե 4724։ Վերջ, ժամանակը վերջացավ։ Վերջացավ ժամանակը։ Լավ, շնորհակալություն Անրի, մենք ձեզ Վերջին կզանգանենք։ լսեր ինչ հա։ 24։ 4000 4724։ Տարբեր թվեր հնչեցին։ Հիմա ձեզանցացնում է ընտրեք դուք մեկ տարբերակ։ 4117 ու 4124։ 4724։ 4724 Ես ձեզ ասացի, չէ՞ որ շատ պետք է։ 3 տարբերակ է հնչել։ 3 տարբերակ հնչեց։ 3 տարբերակ հնչեց։ Եվ որոնք են այդ 3-ը։ 24 ասեց։ 4724 մեր վերջնական Իսկ պատասխանը։ 4726 ասել, հա։ Իսկ ես թվում է, որ ուղղակի դժում են մեր վրա։ 26 թիվն է սա աշխարհում։ 4700 24 վերջնական պատասխան։ վերջնական պատասխանը։ Ինչպես էր անունը։ Ինչ։ Ինչպես էր անունը։ Անրի։ Անրի։ Անդրին քո Կուրսեցի, դասարանցի եւ ֆիքսեցիք չէ՞ բա որ Ալիկը շատ պաթոսով Անդրի ողջույն, արա ազիզ արակ։ Անդրին առաջարկում եմ շատ բարձր ծափարենք, շատ բարձր։ Սպասեք, Սխալ է։ սխալ է ալնելու։ Սխալ է։ Ինքը ինքս է տոնումի։ Սխալ է պատասխանը Թու, իսկ դա ո՞րն Անդրի է կողմից, մենք չգիտենք որն է պատասխանը եւ վերցնում ենք արդեն մնացի Էսպանիայի հեռախոսը 40 վայրկյան մնաց, առաջի օրնա որ բացում եմ կոդը։ Բացում ենք Սոնայի հեռախոսը եւ միանգամից առաջարկում եմ զանգալ, միանգամից տեսնում եմ Ամալիա Հովանեսյանի։ Իմ մոդել էր, ասենք սկզբեր Ամալյան։ Okay, գուցե զանգարենք, ինչ կոնտակտ անծանոթ։ Շոպա։ Ո՞վ է դուս գանք։ Ո՞վ է դուս գանք մենք։ Մի հապը մետ ես զանգեմ, հա։ Լիքը մարդ հիմա նայում ասում է գրիկ ջան, բայց որտեղ եք նկարում այս զանգիրասեմը։ Հիմա կասեմ, մենք հիմա գտնվում ենք Spin Production-ում, որը քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Այստեղ ունեն 10-ից ավելի տաղավարներ, հագեցած տեխնիկա ձեր նկարանումները ապահովելու համար։ Շատ շուտով Հայաստանից հնարավոր է լինելու մոնետիզացիայով լիքը գումար աշխատելու հենց այստեղ են այն մասնագետները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Պրոֆեսիոնալ YouTube մարքեթինգի ու պրոդյուսինգի մասնագետներ։ Հիմա այլի գիտեմ, ասում եք, բա ոնց կանք ստեղ, ոնց կանք կապնվենք, զանգեք ներքևի նշված հեռախոսամարով, իրանք ամեն ինչ կանեն։ Ձեզ այնց ասում եմ անկեղծ մենակ զանգելն ու գալը, մնացածը կանեն։ Մի մտեք հավայի YouTube-ով, բա ոնց միացնեմ մոնետիզացիան, բայսի ոնց են, որն է նկարում, եկեք կասեմ։ Կարանք զանգենք օրինակի համար Arabic teacher։
Չեմ կարծում Դրա իմանա։ չինա Ով է? teacher-ը։ China teacher չկա։ China teacher-ը չէ։ Okay, Թեմայի բայց դու գործադիտանային կարաս համար ընթացքում չկա, մտածես Կա Չինարենին։ ում զանգանենք, որովհետև որ ինձ մնա զանգելը Արման Հովանեսյանին։ Ինքը Ամերիկայում է։ Բա այս մոտիկա Չինաստանի Չինաստանի։ հետ կապ։ Դու որ զանգում ես։ Իսկ Եվ ոչ գուցե զանգանենք Brian Friedman Masterclass Moscow Yulia։ Դա Brian Friedman-ը շատ հայտնի Կոնտակտ է։ պարող է ու Շվեյցարական masterclass ուներ, դա մենեջերն է, այդպես էլ չեղավ, COVID-ը սկսվեց ու այդ masterclass-ը տենց է մնաց։ Սոն կարող է դեսպանի համարն է ունենաս մի անգամ։ Կանք ես կարող զանգենք դառը կորիզին։ Էդով է։ Չգիտեմ։ Ես չգիտեմ։ Ո՞վ է դառը կորիզ։ Երևի Ինչ որ զանգես ինձ զանգ է հենց հիմա։ Ես մտածում եմ ավելի հեշտ կլինի զանգենք իմ admin-ին։ Այո։ Admin-ը շատ ճկուն է ու արագ հաստատ կարա ChatGPT անի ու կարանք Այո։ կարա չէ, ռիպան կարա չէ, Admin-ը շատ հաստատ ճկուն է, կա։ ոսսի։ Ճկուն է, չէ։ Okay, եկեք զանգենք։ Ռիպա։ Զանգում ենք ում Administrator ռիպային։ ադմինիստրատոր Ռիպային 40 վայրկյան ունենա, 40 թե 60։ 60-ը իջնում է որ սխալ եմ 40, պատահել։ Լավ, սպասե։ Էլեն դու։ Քալես։ Սուսե։ Էլեն դու կողմից։ Ռիպոլ, կյանք հենց հիմա դու եթերում ես, մի հատ ChatGPT-ով արագ նայի։ Որ թվականին է այժմ Չինաստանում։ Թվականն է այժմ Չինաստանում մի վարքյան։ Արագ, գրիգի հաղորդմանն ենք վարքյանները գնում։ Մենք քեզ զստահում ենք։ Եթե չարչից դուրս ես գալի գործից։ Եղավ։ 20 վայրկյան։ Մինուսի դու։ Դիպ 20 վարքյան, արագ։ Շուտ արա, շուտ։ Այսա քաշեմ։ Չի ասում։ Օրո։ 10 վայրկյան։ Չի ասում։ Որտեվ ես ասել եմ ChatGPT-ին ոչ չէ։ Ակուչինից առաջ 221 թվական։ Բայց մի կարվան կես։ Թորկությունից առաջ երկոր։ Վերջացավ ժամանակը։ Այսինքն այս ռիփայի Վերջացավ ժամանակը։ Չինաստանը հիմա մեր թվարկությունից առաջ, հա։ Չինաստանը մոտ մենք ենք մեր թվարկությունից առաջ։ Չես ասեմ Չինաստանում կյանքում մեր թվարկությունից առաջ չի եղել։ Թվարկություն չի եղել։ Այո, Ռիպան տվեց ամենաանսպասելի պատասխանը մեր թվարկությունից առաջ է հիմա Չինաստանում, երևի թե կարիք էլ չկա ասեմ, բայց պետք է ասեմ կանոններն են ստիպում։ Սխալ էր պատասխանը, իսկ դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք հին եւ բարի Մկո Քեբաբչյանի հեռախոսին։ Շուշուտ է Չինաստան գնում։ 30 վայրկյան։ Ես չունեմ։ Բայց նաև ասեմ, որ դուք ունեք ցանկացած բայի սուպերգրիգի օգնությունը դուք պետքա որոշեք երբ օգտագործեք, հիշեցնեմ, որ դեռ երկրորդ հարցն ենք։ Ես առաջարկում ժողով անենք, հասկանանք։ Ժողով։ Որտեղ գնանք մեր ստուդիայում ժողով արեք։ Եղեք ով կա որ արագ շատ կարա բան անի, պատասխանի Ես չեմ Արսենին զանգի։ Արսենին զանգի։ Ինչ արսեն։ մկլ Չի իմանա իրան։ Չութ Արսենը կիմանա։ Թե չի Ու իմանա։ տենի հերախոսից լավ է, կնի կարում է։ Կարող եք զանգել Արսեն Չութին։ Իսկ Լոլո հոպարը։ Է։ Այսօր հոպարա մենակ օգնել։ Չէ, անհնար է իմանալ։ Ռուսաստանից Իսկ կարա։ Մայստրո Մարտիրոս Լալայան։ Նկարիչ է, ինքը խնդրեց որ գրանց եմ այտենց համարը։ Բայց չի իմանա։ Չէ որտեղից կիմանա։ Իսկ Մարին խանութը։ Ախպեր արվեստին մոտ մարդ հա, ասենք։ Մարին Ապա Դարանը։ արվեստին մոտ մարդը Նկարիչ է, ինքը պետք է իմանա, Ինչ չէ։ որ նկարիչ է։ Արսեն Չութից թվում է կոկտը։ Սպս։ Կոկնի Արսեն Քյութը։ Սպս։ Այս Չէ, ինքը ինքը չի օգնի։ Okay։ Արսեն Չութին է։ միանշանակ։ Աջան։ Արս եթերում ես որ թվականն է այժմ Չինաստանում։ Մի հատ արագ նայի ChatGPT կամ Google։ Մի հատ էլ ասա։ Որ թվականն է այժմ Չինաստանում։ Որ թվականն է այժմ Չինաստանում։ 2026 թվականը չի։ Հիմա Արա մի հատ հարցեր են ասեք, ես էլ եմ այդ հատված այդ պատասխանին ի սկզբանե, բայց դե։ Շուտ Ասպական բան ունենք։ Մենակ դու կարաս ներկայացումից առաջ դրանից որ 10 վայրկյան։ Շուտ։ Նույնիսկ դեռնացս։ Որ դեռնացս։ Բուրգերա ուտեմ։ Չինաստանում։ Շուտ։ Վերջ։ Իրոպետ։ Թվականին ամբողջ աշխարհ 2026 թվական։ Շնորհակալություն։ Պաշտոնապես օգտագործում եք գրիգորի։ Ափե դե հիմա պատմի որ դեից եմ ինչ են արտադրում։ Լավ, պատասխանենք 2026 հնարավոր է դու մեզ պտտացնում Առաջինի դու հետ եմ ասում։ սկզբում մեզ շեղեցիր սկզբում ասել ա 2026 Արսենը։ Չէ, ինքը սկզբում ուրիշ պետություն ասեց, որն էր, որ ասիր հիմա այնտեղ Իրանում, ասեց Իրանում 1400, հա, այտենց շեղեց, որ մենք հասկանանք, որ հնարավոր է Չինաստանում էլ է, բայց Այն որ առաջին, այն որ 2026 թվականն է հիմա։ Դες ինչն եմ սիրում։
որ դու ամեն ինչ շատ ճիշտ ես հասկանում, բայց մի 40 րոպե ուշ։ Ճիշտ էր պատասխանը 2026 թվականն է Չինաստանը։ Շատ գեղեցիկ ձևի տեղափոխվում ենք օքի անձնակազմի հետ երրորդ փուլ։ Մեր համեղ գործընկերն է Da Vinci Sushi-ն, շատ թարմ, շատ համեղ ու շատ արագ, համ ձեր ուտելը, համ էլ առաքումը, էլի ոնց որ Da Vinci Sushi, էլ ինչ ասենք ավել, այսքան Էրիկա, Da Vinci Sushi, մի հատ է կարում ասեմ, Da Vinci Sushi։ Եվ այսպես հասանք երրորդ փուլին, իսկ երրորդ փուլի հարցը ընչում է այսպես, հիշեցնեմ, որ Էլենի հեռախոսը արդեն մենք պետք է վերցնենք այս փուլում։ Հարցը ընչում է այսպես. ով է եղել 2005-2006 մրցաշրջանի Չեմպիոններ լիգայի լավագույն ռմբարկուն։ Բանը, Զիդանը։ Ռմբարկուն Որտե՞ղ Զիդանը։ Էլեն ինչ կապ ունի ռմբարկուն որն է, եթե դու զանգում ես։ Որ թվականին Ռմբարկուն։ ամենաշատ Մի հարց եք, ես ֆուտբոլից վատեմ։ ամենաշատ գոլ խփածը, բայց որ թվականին Ֆուտբոլի ռմբարկում։ ամենաշատ գոլ խփածը այդ 2005-2006 Ուշ զանգրլ 30,000-ով է։ Էդ ինչ է, դի ված բան է։ Չասեմ, ասի չասեմ որ։ Զանգենք էս, բայց էլի մկոյի համարն է։ Ինչա։ Պարտքատեր։ Դե արդեն դուք կարաք մտածեք։ Միապ է ֆուտբոլ իմացող Ֆուտբոլի մարդու ինչ ծանոթ ունես։ Ֆուտբոլ ծանոթ, էդի բան է, այն ժամանակվա Էդվինի համարը չունես դու։ Էդվինը։ Redvin Էքսեցիկ չէ, բայց որ ֆուտբոլից հասկացող։ իմացող։ Էդվինը դարպասապահ է։ Ապիսել է ֆուտբոլն այն, բայց չգիտեմ կհիշի։ Ուզում եք սխալ պատասխան լսեք, զանգեք Էդվինին։ Ֆուտբոլ շատ ասի։ Ուզում եք երթ Լուրջ չգիտի Էդվինը։ Չգիտի, Չենք ուզում երթվել ու զանգում ենք Էդվինին։ դարպասապահ ռմբարկուն որով հարստանք զանգում եք Էդվինին կամ մուլթերոսներ ընտրի։ Ում ենք չէ զանգում։ Էդվին Ատել Էդվինը կիմանա։ Գիտենք քո կոնտակտները։ Զանգում ենք Էդվինին, որպեսի 30 վայրկյան անց Էդվինը օքի Դավիթն է։ ասենք ափսոս, Դավիթին։ մնաց 20 վայրկյան։ Զանգում ենք օքի Դավիթին, ով դարպասապահ է։ Okay։ Դաբիտ կան։ Ուղիղ 30 վայրկյանից մենք ասելու ենք Ասել թող ChatGPT-անի։ մնաց 20 վայրկյան։ Էդվին։ Գիտի, թող ChatGPT-անի։ ChatGPT, Էդվինը։ Էդվինը, ֆիքսենք ուզում ասի ChatGPT։ Դավիթ։ Մարտով ասма Telegram չեմ կամ գրանցվեմ։ Վայ, ոյ ճիշտում։ Ալո։ Ալո։ Էդվին, պրիվետ, դու հենց հիմա հաղորդման հյուր ես։ Ասա ով է եղել 2005-6 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Շուտ ասա պիտի օգնես։ Չեմպիոնների լիգայի Հա, լիգայի լավագույն ռմբարկուն 2005-2006 այդ կոմը։ Շուտ ասա։ 2005-6 սեզոնին է Շևչենկո։ 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 Ճիշտ ասա, ես չեմ կարող ասեմ հա չէ դա։ Մենք չգիտենք։ Շևչենկոն է վրոջ։ Մի հատ ChatGPT արա։ Շևչենկո։ 10 վայրկյան։ Մի հատ ChatGPT արա։ Նավսակի ստուգի։ Վերջ։ Վերջ։ Ասում եմ վերջ։ Վերջ Էլեն, անջատի։ Արեք անջատի Էլեն։ Շևչենկո։ Անջատի։ Շև Անջատի։ վերջում շե ասեց ասա շե Շևչենկո։ Պատասխանեց Շևչենկո։ Շևչենկոյի անունը մարդ կա, որ գիտի։ Անդրեյ Անդրեյ Շևչենկո Շևչենկո։ Անդրեյ Անդրեյ Շևչենկո։ Այ եկեք ծափարենք Էդվինին, շատ բարձր։ Սխալ է։ Բայց չի ասել ինչա։ Ճիշտ է։ ասեմ ավելի Հատում է։ Թերագնահատում, դու ինչ պատճեմ։ ասեմ ավելին 9 գոլ Ես չեմ թերագնահատում Էդվինին, ես պարզապես ուզում եմ ձեզ շեղեի։ Այո, Անդրեյ Շևչենկոն է ճիշտ է։ դարպասապահը անհնար է Մոտիկից տեսել եմ արդ։ 30 վայրկյանով մենք շարժվում ենք 4-րդ փուլը զգժանոցի մեջ։ Մեր գործընկերն է Thum Oil-ը։ Thum Oil-ը Հայաստանում առաջիններից է, որը միավորում է բարձրորակ վառելիքի տեսակները ապահովելով վարորդների լիարժեք հարմարավետությունը մեկ վայրում։ Յուրաքանչյուր լիցքավորում այստեղ հիմնված է որակի, անվտանգության եւ վստահության վրա, երաշխավորելով մեքենայի կայուն եւ հուսալի աշխատանքը։ Thum Oil-ը ներկրում է բարձրորակ վառելիք միմիայն Ռուսաստանի Դաշնությունից, ժամանակակից սպասարկում, վերահսկվող որակ եւ վստահություն յուրաքանչյուր այցին։ Սա է Thum Oil-ի մոտեցումը։ Thum Oil վստահ ճանապարհի ընտրություն։ Գնացեք Thum Oil, լցրեք ու գնացեք։ Հասանք 4-րդ փուլ։
Իսկ 4 փուլի արցնչում ես, բայց մինչև այդ ում հեռախոսն ենք հիմա։ Հերթը ոնց են գնում իմը։ Ալիկինը սա իհարկե ավելի հետաքրքիր կներ Մկոյի տարբերակով տեսնած, Մկոն շատ արագ ավելի կգտներ մարդ, բայց Ալիկին հետաքրքիր կներ, իսկ հնչում է այսպես. Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք, շարունակեք Արամ Ասատրյանի հայտնի երգը։ Բերեք մարդ, ով կշարունակի այս Ես մի հատ ընկերություն ունեմ, քսում Արամ Իրանը Ասատրյանը։ չի Մի հատ քարտու մարդ։ Արի փորփրի։ Փորփրել եմ, դու կարաս զանգես հիմա, եթե մարդ ես։ Ո՞մ է զանգում։ Պապային զանգի։ Պապային է զանգի։ Ահա։ Զանգում եք մոկրտի Պապ, խնդրում եմ մի րոպե, եթերի մեջ եմ ես, ժամանակ չկա։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք, շարունակեք Արամ Ասատրյանի երգը։ Իմացավ գժվել ես Ալիկ։ Գնի ես գնամ որ մենակ զգամ էսի չհաշվենք որպես խաղ։ Զանգամ երախեք այդ դա։ Երեխեք հետ նորմալ գամ նստենք։ Ոայ Աստված ջան, արա։ Ամեն դեպքում կարող է թե պապային փորձես։ Давайте։ Ոնց անջատա չէ, բայց վրան podcast մաքսի հետ տեսանը։ Բայց էսի էլի մի րոպե, էլի ժամանակ է գնում, Չէ, ինի չհաշվեցինք դե ժամանակ, Ալիկ ջան, ուղղակի ծիծաղացինք անցավ։ Բայց կթողեք։ Պապ, խնդրում եմ օգնի էլի։ Ինչ ես ուզում։ Ասում Էմոն եկավ շտապեք տղերք, Արամ Ասատրյանի երգի շարունակությունն է։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք, դու գիտես է դրա շարունակությունը, եթե գիտես, ասա խնդրում եմ։ Էմո։ Հա։ Դու ինչ էլիսի։ Էդի չէ, այդ մասը։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք։ 10 վայրկյան։ Դրանից հետո Խանգարել էլի փորձեմ։ Պապ լավ խոսանք։ Կոմազերս քաշմաս։ 10 վայրկյան տարավ Մկրտիչ Արզումանյանը, 20 վայրկյան մնաց, այդ նշանակում է Ալիկ ջան, որ անցնում ենք 20 հեռախոսին։ Օ, լուր։ Բոտան ցեչեք ֆիքս է խաղալը։ Վերջում արդեն զոր է կանոնները։ Սոն, Էլեն։ Գուցե օրինակի համար զանգարենք։ Ես այստեղ կնստեմ, զիջեմ իմ տեղի քեզ։ Չէ, լավ, ես չբաշարեցի լավ։ Ահա, դες տեղը փոխվում է։ Մենք սկզբում, մենք վերջում։ Գուցե զանգենք օրինակի համար MoMA Studio Milan։ Միլանում բարային մաստեր կլասերի էի գնում։ Իրանց համարն է դժվար։ Զանգում էի իտալերեն։ Okay։ Ես օգնեմ քեզ Նարեկ Եսայան։ Նարեկ Եսայան։ Հա, զանգեք Նարեկ Եսայանին։ Նարեկը կիմանա հաստատ։ Բայց 20 վայրկյանով թե 1 րոպեի տարբերակով եք ընտրելու։ Չէ։ 1 րոպեի տարբերակ։ Եթե մենք 1 րոպեն օգտագործենք 20 րոպեն սառում, հա։ 20 րոպե չկա այս խաղում։ Վայրկյանը։ Սառում է։ Իրան ուղակի որ զանգեմ, պետք է 8 ժամ Դե ուրեմն մի րոպեն պետք է օգտվենք։ Իսկ ձեր մյուս եղբայրը։ Վրոն չի իմանա։ Վրոն չի իմանա, բայց Նարեկը Ոնց չի իմանա։ Վրոն չի իմանա։ Վրոն կիմանա։ Վայ։ Բայց չգիտենք ես։ Դե զանգեք Բրիկին։ Ինքը հաղորդավարն է։ Զանգենք Շեղում ես։ Բրիկը չի իմանա։ Շեղում Նարեկը է։ գիտի։ Զանգում ենք Նարեկ Նարեկը Եսյանին։ չգիտի։ Նարեկը գիտի։ Ասում զանգենք Ով գիտի։ Նարեկը գիտի, զանգենք խափում ես։ Վարամին։ Չեմ Արամը ուզում սա արազատ աղբերն է, ասում զանգենք իրան։ Մարդը չի վստահում իր արազատ աղբոր։ Ես ավելի շատ եմ Վրջան, քեզ վստահում, քան ինքը։ Պրովոկացիա, Նարջան ես Չէ, եմ չէ, ես Նարեկը զանգում չի ենք իմանա։ Նարեկին։ Եսայան Նարեկին զանգի։ Եսա Նարեկին զանգենք։ 20 վայրկյան, Նարեկ Եսայան։ որ DM-ից հետ Սուս, Խնդրում։ իրան պետք է մի քիչ բան բացատրենք, էլի, ձեն 20 վայրկյան։ չհանեք։ Ասամ։ Կյանքս Գրիգի հաղորդման հյուրն եմ, հիմա եթերում ես հարց եմ տալի պատասխանիր։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք, շարունակեք Արամ Ասատրյանի երգը։ Էմոն եկավ տղերք, քանի վայրկյան ունենք։ Արագ ասա, խալիները բերեք փռեք, հետո Էմոն մատ նորից։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք։ Օյսոն, երկը, չգիտեմ։ Վերջ։ Ասեցի օգտագործել։ Վերջացավ։ Վերջ։ 10 վայրկյան չմնաց։ Վերջ։ Ցինը մեզ մի փոքր առաջ շեղում էր։ Կյանքս եթերում ես, մի հատ հարց եմ տալի պատասխանի։ Ասած։ Էմոն եկավ շտապեք տղերք, խալիները բերեք փռեք, շարունակեք Արամ Ասատրյանի երգը։ Մատ նորից էմոն եկավ շտապեք։ Տղերք, խալիները բերեք փռեք։ Էմո դու բոլորից բելիս իմոն։ Չէ, դե պրիպևն է։ կլի խաղից դուրս է, չէ, Էդի ժամանակ չի։ պրիպևն է։ Դուր ես ճիշտ բան անեմ։ Վերս պրիվետ, լսի։
Էմոն եկավ շտապեք տեղեք, խալիները բերեք փռեք։ Որ Ես ինչ ասի էմո աչամի շուզեր չի։ որ դեմից իշնի էմոն ոտ կգետին։ Վերջ, Ապրես վերջ, կյանքս վերջ։ Կարացա կներեք։ 10 վայրկյան մնաց ձեզ եւ 1 սուպեր գրիգ։ Վերցնում ենք Մկոյի հերթն արդեն։ Մկջան, դու պետքա զանգարես, պետքա Մկոյի գտնես հերթն ա։ մարդու։ Եթե արդեն վերջին մոտ է։ Ես գիտեմ ու եմ զանգում։ Ահա։ Ջան։ Մի րոպեանոց ենք Տասամայում։ օգտվում, թե 10 վայրկյանը։ Հիշում ես վերջի։ Մի րոպե։ Հիմա 10 վայրկյանն Մի րոպեանոց ենք օգտվում, թե 10 վայրկյանը դու Ու պետք է։ վերջի հարցն է, չէ։ Սա 4-րդ հարցն է։ Մի հատ էլ ունենք։ Դրանից հետո վերջինը չի։ Վերջինը չգիտենք ինչ է, եկեք էսի 10 վայրկյանով զանգեմ։ Հասարակավ զանգես եթե վերջանա, վերջանում է խաղը։ Խաղը պրծեն։ Այն մի րոպեն չի։ Մի րոպեն վերցրու։ Մկո, մի րոպեն արի։ Ախպեր մի րոպեն էսի ոնց որ մեր ստրախովքի համար։ Վերցնում եք 1 րոպեն։ Մենք մի րոպեն վերցնենք։ հա, Թե գիտես մարդը որ 10 վայրկյանում կպատասխանի։ 10 վայրկյանում ինչը մկոն բացատրի, ինչը Ես ասի շատ մկան։ վստահ եմ որ նորեկը գիտի։ Չեք լսում, երեխեք, այս խաղը կրել ենք, եթե ինձ լսեիք հորսը Հաստատ։ դեմից։ Ես Ո՞ր ենք ասում էի, արամ ասա իրեն ֆանատ ընկերուհի ունեի։ Զանգեմ, Մի րոպեով է զանգ։ զանգում ենք Հերմինե 5-ի B։ Ով է Հերմինեն 5-ի B-ի։ Իմ ընկերն Անարը։ Քիչ է սարանը։ Բայց ընտրում ենք բար։ Ինչ։ Ընտրում ենք բար։ Ընտրեք։ Մի հատ բար, որ ես եմ ցույցան, բոլորով պետքա հեռախոսի մեջ ասեք։ Okay։ Ընտրեք մեկը։ Մեջտեղինը։ Այո, Այստեղին է։ Հա։ այո։ Ահա, բոլորով պետք է բղավեք, մենք երջանիկ ենք։ Okay։ Բոլորը ոնց ենք այդ բղավ։ 3-4։ Okay։ Մենք երջանիկ ենք, այդ երբ։ Այ, մեծ ստացա։ Մենք Երբ որ ցույց ցույց տամ։ ես տալի։ Երբ որ ցույց Մկոն էլ տամ։ է ասելու։ Ահա, մկոն է իհարկե։ Մի րոպե, Մկջան։ Սուպեր գրիկ օգնության հնարավորությունը Սուպեր գրիկ։ օգտագործված է, գնաց։ Կարող ես սկզբում ասես, որ Արամ Ասատրյանի երգն է, որ հասկանա էլի հետո տեքստը։ Մի րոպե ժամանակ ունեմ։ Հերմինե խնդրում եմ։ Հերմինե։ Ճակո վերեք հեռախոս տամ դեր։ Հա, Վայ։ Հերմինե խնդրում եմ։ Մենք իգնորան։ Շվեկալ ես չէ, իգնոր չի անում հաստատ ուրեմն անհարմար է։ Հերմինեն հեմոյա, չէ՞ կարճ։ Հեմոն էմոին կարար պատասխանել։ Մոժունալինյան, եւ լուսամուտին չէ, Էլիքյան, չէ, դու դες պիտի մնա, հեսա։ Ասի դու պիտի կարդալ, բայց լավ, սպասի, ես հեսա։ Նարեկը կիմանա երեխեք։ Որ Հետո ո՞վ։ Մեր Նարեկը։ Բանը Տեր Հովանեսյանն։ Չեմ կարծում։ Նորա Նիկոյանին կարող եմ զանգել։ Հա, Ինչպես։ Կարող եմ զանգարել Նորա Նիկոյանին։ Կարող ես։ նորո։ Նորոն կիմանա։ Հաստատ կիմանա։ Հա։ Ջե։ Նոր բարակյանքս։ Մալիսած։ Մենք հիմա գրիգի հաղորդման հյուր ենք ու մենք Մենք շատ երջանիկ ենք։ Մի հատ խնդրանք ունեմ քեզ, մի հատ շուտ կասես Արամ Ասատյանի երգը։ Էմոն եկավ շտապեք տեղեք, խալիները բերեք, փռեք։ Մենք երջանիկ Մենք ենք։ երջանիկ ենք։ Սրա շարունակությունը կասես։ Որ բիեմից իշնի էմոն։ Ահա։ Մենք երջանիկ ենք։ Մենք երջանիկ երջանիկ ենք։ ենք։ Որ բեմից իշնի էմոն։ Вот Մենք երջանիկ ենք։ մենք երջանիկ ենք, հա չէի տեսեք, կնես հերոսով էի տարված։ Մի հատ հիմա ասենց երկեցի կասեմ։ Էմոն եկավ շտապեք տեղեք, խալիները բերեք, փռեք։ Որ BM-ից իջնի էմոն։ Էմոն։ Հետո Ահա։ Չգիտեմ ոնց չէ։ Որ բեմից իջնի էմոն։ Կողդ մարդ չկա նոր։ 10 վայրկյան։ Մենք երջանիկ ենք։ Մենք երջանիկ ենք։ Նոր ապրես։ Ասե՞ց։ Ապրես։ Չէ, բայց մերսի քեզ նորս շատ։ Պրոգրես կա ընդհանուր Ջան։ առմամբ։ Որտե շատ տարօրինակ բան չէր գալի հետո ինքը հիշելով։ Դե լավ, Վերջ, ես հա, վերջ։ լավ, լավ։ Հետո կզանգեմ, հեսա պծան Էի զանգեմ։ զանգենք Ասել ես մկոքեզ դու օգչանի։ Մոսկվայից։ Վայ մկո։ Մի Հերիք րոպեում չէ չկարացա այդքանը։ մարդ գտնել։ Մկո դու կրվածրեցիր։ Ոնց մկոն կրված չէ։ Մի րոպեով։ Ընտրեցիր մեզ, դու ընտրեցիր զանգես նորոին, ով չգիտեր։ Մի րոպեում էլ չպատասխանեց։
Մնաց 10 վայրկյան։ Արգելի հերոստատիտող նայում եք։ Մնաց 10 վայրկյան։ Մնաց 10 Նայում եք, վայրկյան։ չէ՞ խաղ։ Մնաց 10 վայրկյան, Նորոն ինչ պատասխանեց։ Որ BM-ից իջնի M-on, Նայ։ Վերջը Բետին չասեց։ չկպնի։ Դες ման չի ասեն Չէ, Նորոն։ հա, լավ։ Որ ասած որ BM-ից իջնի M-on։ Նորոն դες ման։ Ասելա BM։ Ասեց, որ բեմի ճիշտ ասեց էդի։ Լավ, քանի որ Դա BM-ից է, ես BM-ից էի ասում այսքան Քանի ժամանակ որ, նոր եմ։ չէ, քանի որ սա անկեղծ մեր ամանորյա թողարկումն է։ Իսկ ամանորյան հրաշքներ լինում է, եկեք սա ճիշտ համարենք, որպեսզի 5-րդ հարցի տակնել տենենք, ոնց ասում է, ճիշտ պատասխանները, որ BM-ից իջնի M-on, ոտքը գետին չկպնի։ Ես ախր էդ էի ասում։ Դա չէր ասում, BM դու էի ամբողջ ասում։ հաղորդում ես, որ BM-ից իջնի BM-ից, M-on։ դա չգիտեի։ M-on BM-ում չի եղել։ Դե ինչ ասում եք մենք 5-րդ փուլ վերջին հարցն է, սա արագ կրվստենք վերջ։ Մեր տեխնիկապես զարգացած գործընկերն է MyMob-ին, MyMob-ում ձեր հին սարքը կարող է դառնալ նորի սկիզբը, փոխարինիր հինը նորի հետ եւ ստացիր առավել շահավետ առաջարկ MyMob-ում։ MyMob-ի, որտեղ կապը սեր է դառնում, ցանկացած հին բան փոխարինվում է MyMob-ում, բացի ամուսնուց։ Ասա իմը։ Վերջին հարցին ենք ասել Գրիգ ջան։ Այո, վերջին հարցին ենք ասել եւ դուք ունեք մի ամբողջ 10 վայրկյան։ Մի ամբողջ 10 վայրկյան ունեք եւ Էլենի երթն է, չէ՞, թե ես չեմ սխալվում։ Էլեն, քեզանից է կախված, վերջում կամ փառքն ես վայելելու դու կամ անարգանքի սյունին են գամելու քեզ քո ընկերները։ Եթե լավ հարց լինի։ Հարցը հնչում է այսպես, պետք է գտնեք Մարտով գիտի թե որ սերիալի գլխավոր հերոսի անունն է Մայքլ Սկոթ։ Michael Scott։ Իսկ Դու կարող ես ինքն հին սերիալը։ զանգի մենք շատ են։ Պետք է գտնես Մարտով գիտի տենց Հինը։ հումորային սերիալի կերպար։ Երեխեք, ես գիտեմ։ Michael Scott-ը, էդի բանն է։ Теория большого Չէ, բանն է։ Steve Carell-ի բանն է։ Այդ որ կինոն է։ Բանը, օֆիսը։ Կինոն է։ Օֆիսը։ Michael Հա։ Scott։ Ես պրոստը գիտեմ պատասխանը, դրա համար չեմ ուզում Օֆիսը օգնեմ։ չի։ Michael Scott-ը Ասա։ Steve Carell-ի օֆիսը։ Շահուտ, բայց ինչ կապ ունի դուք գիտեք թե չէ։ Նայեք, հաղորդումը վերջամը ֆորմատը որ մենք չի։ վստահ լինենք ու մենք զանգում։ զանգեմ։ Էդ է։ Որ կինոն է։ Ճիշտ ասեցի։ Օֆիսը որն է։ Օֆիսը ես ճիշտ ասեցի։ Լավ, հիմա եկեք զանգենք։ Վերջ, դու ճիշտ ասեցիս։ Դուք հաղթում եք այս հաղորդումը, Սոնա ջան, շնորհավորում ենք քեզ։ Ես հիշեցի, որ Michael Scott-ը։ Մա տեսնենք քո ընկերները կհաղթեն թե չէ, Սոնա ջան, այո, դուք Բանը, Որն է։ խավորին ենք զանգում։ Օֆիսը Բանը իմ ընկերներից եթե բանը այս վերջին հարցը օֆիս իմացող մարդուց, բանը նարեին զանգենք իմ Նարեին, ընկերներից։ քո ընկերներից զանգի։ Բայց Էլենի հերթն է ֆիքսում ենք, Բայց Էլենի հերթ։ Դե ուրեմն Էլեն, իսկ դու գիտես Այս մարդ։ տեղը չեմ բերում Steve Carell-ը։ տեղը չեմ բերում Steve Carell-ին երեխեք։ Steve Carell-ը, դեռ Հիմա չեմ չեմ ուզում բերում, պատտեմ Michael կամերաներին բանանեմ։ Հա։ Ալիկից վերցրա նարեի համարը զանգի։ Մինչև ասի Տուր ես խոսամ Նարեի հետ։ Շան ես դու մկո։ Տուր ես հենց հիմա ասում եմ Նարեի հետ։ Հաստատ գիտի Նարեն։ Նարեն գիտի ինքը նայելա։ Ասա շուտ, Ինքը ասա նայելա։ համար շուտ։ Ես խոսք եմ տալ, դու գալու ես այստեղ որպես մենակյուր եւ քեզ սարքել ենք ինտելեկտուալ տրյապկա։ Ի սկզբանե չասեցի, որ գիտեմ, եկեք չասեմ, երեխեք, գիտեմ, որ օֆիս։ Իսկ հետո որ ասի Էլեն բանականում։ Նարեն ով է Էլեն։ Նարեն։ Ով է Էլեն։ Իմ ամենա ընկերուհինը 5 տարվա։ Ազգանուն ասում ես Նարեի զանգում ենք, եթե չէ, բայց եթե չէ, չենք զանգում։ Նարե, Հայրապետյան։ ոչ։ Ես չգիտեմ, արա։ Ես կարա ասեի, հա։ Սոսա հա։ Ես չգիտեմ Նարեն։ Զանգի։ Նարեն։ Զանգի Նարեին, այո, քո ընկեր Նարե Հայրապետյանին։ Բայց պետք է ասես Նարե ջան Հայրապետյան Էլեննա, քո ընկերուի մա։ Դի չեմ ասեմ 10 րոպեն կլինի։ 10 րոպե չէ, երեխեք։ Սպիկեր եմ դրել։ Ասա Նարեջան հենց հիմա հաղորդման դրեմ պատասխանի հարցին։ Ուղղակի։ Ու արագ կարդա։ Ալո, Նարեջան հաղորդման հյուր եմ շուտ օգնի։ Որ սերիալի գլխավոր հերոսի անունն է Մայքլ Սկոթը։ Շուտ ասա որ օգնես։ Նարե, ձեզ հետ խոսում է Ալեքսանդր Արզումանյան, զանգիր ասեմ հաղորդումից։ Բայ։ Ապրե շատ սիրելիս։ Մենք իրականորեն եկել, մենք ապացուցեցինք, որ մենք թիմ ենք։ Մենք չէ դու Էլեն, մենք չէ դու։ Նարե, Մենք չէ դու Էլեն։ Ես։ Դու Էլեն։ Փոխում ենք հարցը, հա։ Միշտ էր պատասխանը, այո։ Դի օֆիս։ Այս այրը ուրախ եմ որ վերջա։ Հայաստան։ Այո։ Հայաստան։
Դե ինչ, ես պետք է արձանագրեմ, որ դուք այո հաղթեցիք այս խաղը, հաղթեցիք։ Ամենակարևորը շատ արդար բոլորը ֆիքսեցին, իրոք որ շատ արդար կանոններով վերջում Էլենը պետքա զանգի իր կոնտակտներից մեկին զանգեց իր ընկերուհուն Նարեին Հայրապետյանով պատասխանեց, վախեցած չհասկացավ իր այդ ինչ կատարվեց։ Մենք հանդիպենք մի քանի վայրկյանից, որտեղ կտեսնենք թե ինչ պատիժ են պատրաստել մեր թանգանոց եւ տաղանդավոր սցենարիստը։ Մեր շատ ուրախ գործընկերն է Վեդի Ալկոն, Վեդի Ալկոյի զանգու գինին ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են ոչ միայն համը, այլ նաև գինու պատմությունն ու ծագումը։ Այն պատրաստվում է Արենի խաղողից, Վայոց ձորի բարձրադիր այգիներից, որտեղ կլիման եւ բնությունը ձևավորում են խաղողի արտահայտիչ բնավորությունը։ Զանգուն ներկայացված է սպիտակ, կարմիր, ռոզե եւ կարմիր ռեզերվ տարբերակներով, առաջարկելով տարբեր տրամադրությունների եւ առիթների համար համապատասխան ընտրություն։ Սա այն գինին է, որը կարող է ուղեկցել թե առօրյա ընթրիքին, թե ավելի տոնական սեղանին։ Վեդի Ալկո ցանկացած իրավիճակի համար։ Դե ինչ, վերադարձանք, ժամանակն է պատժի, բայց այսօր մենք պատիժը որոշեցինք, որպեսզի պատիժը, մեր պատիժները շատ մեղմ են, եւ որոշեցինք, որ պատիժը այդպես պատիժ ասվածը կրի ամենաանարդար խաղացած մարդը վերջում ով փայլեց իր անարդարությամբ, դա Մկոնա Քեբաբչյան, ով հուշեց այդ դավադրական պահը, թե ինչպես անեն։ Իսկ պատիժը Մկո ջան, իրականում շատ հեշտ է, մենք հիմա տեղափոխվելու ենք հայկական ինչ-որ մի սերիալ, քեզ շատ ծանոթ իրավիճակ, հայկական սերիալի կերպարներ ենք լինելու, ես չգիտեմ մեր սցենարիստները ինչ տեքստ են գրել, բայց ես բացատրեմ իրավիճակը, ես լինելու եմ հայր, դու լինելու ես տղա, իսկ դուք լինելու եք մեկ ընտանիք, ամուսին, սոնանկին, Էլենը ձեր աղջիկը, այսպեսի տարօրինակ իրավիճակ պետք է ասացվի, այ ինքը արդար էր խաղում։ Ես գուշակեցի Ստիվ Քերոլին, ինքը սկի չէր հուշել։ Ստիվ Քերոլը գուշակեցիր, բայց ինքը անընդհատ բզբզած, ոսմա ալիք համարը տուննորի։ Այդ գիտեք չենք ֆիքսում այդ ամեն ինչը։ Ես ուղղակի ինքերուս համարը ջնջվել էր։ Okay, շատ լավ։ Դե ինչ, եթե պատրաստ եք, մենք վերցնում ենք տեքստերը։ Մկ ջան, դու պետքա ընթացքում երբ տեսնես գովազդ բառը, այդտեղ ասես Թումոիլի բենզինի մասին, մեր գործընկեր Թումոիլի մասին է այսօրվա պատիժը։ Թումոիլի մասին պետք է ասես ու ընթացքում ասես, որ Թումոիլը ներկրում է բարձրակ բենզին միայն Ռուսաստանից։ Հասկացանք։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ այստեղ թիմ չկա։ Okay։ Ոչ մեկը տես չասեցիք ինչի ամոկոն պատժվում, մենք իրա պատճառով հաղթեցինք։ Բայց ես ասեցի, չէ՞ իմ ընկերուհին է։ Պաջի ինգերես։ Այդ ամնում։ Բայց մենք թիմ ենք։ Գնաց։ Ահա։ Մկո ջան, մտանք արդեն ոնց որ կերպարի մեջ։ Բարև ձեզ։ Մենք մեր փոքր ընտանիքով եկել ենք ձեր գեղեցիկ օջախից, ձեր ճկնաղ աղջկան տանենք մեր տղուն կողակից։ Բարև ձեզ։ Մի անգամից ասեմ, մենք ձեզ աղջիկ չունենք տալու։ Այդ տանիք էդ իմ տեքստն է։ Տես չենք պլանավորել։ Շինգա չուն գարեցի, явնի ես կարեցի, ինչի դու ասեցիր։ Մի խոսքով ձեզ աղջիկ տա ողջ չկա։ Ամատի սապագատ։ Դոկալ բայրիկ, անը դադա, բովեստեղը աշխատանքը ունեի, փող ունեի, բենզակալոնկել ունեի, միջև են Թումոիլ եկա, բարձակակ բենզինը Ռուսաստանից բերեց, ուզեցր ակրը։ Բայց այդ քաշվակ բացի առաջ մարիկ ջան։ Ճիշտ է ասում։ Ես մի տղես, ամենաստացված տղես է, սրան որ չտակ աղջիկ, բայն երկուսին ով պտի աղջիկ տա, կեզ բան։ Հա բայց մամ ջան, պապ ջան, ես ես տղայի հանդեպ համակրանք եմ զգում, դեր վաղուց մանից։ Ինչ ես խոսում Քրիստինե։ Մենք չենք պլանավորել, որ դու պետք է սովորես, աշխատես, մտնես միտեղ գործի։ Հորդ ապարիկով մի հատ iPhone վերցնես, նոր մտածես ամուսնության մասին, աղջի։ Ճիշտ է ասում մերդ։ Ոչ մի ամուսնություն, պետք է iPhone ինձ վերցնենք, Insta Sage-ը մի քիչ ակտիվացնենք, արդեն ահագին пассив է։ Հիմով էսթետիկ նկարներ չի լինում անել։ Էսի տեքստի մեջ չկա, բայց անես շատ տարիքներ եկան, այսինքն դուք որ սազում ենք իրար։ Ապետ դրախչիկը ադի խելնագարի պես ադիրում։ Չեք ուզում ասեք, իմ կողքը քնի, ինձ առավոտ հատ սարքի, վերջի իմ մամաշ
ապարիկով iPhone վերցնի։ Ճիշտ ասում տղես, տվեք տանենք քարտով եթե կարելի է։ Լավ, եթե աղջիկս ուզում է երջանիկ լինել։ Ես ինչ կերպար կարող կմեռնեմ։ Ես ինչ Աղջիկը սոզում է։ կարող ես դες բաներ անես։ Արի քեզ կեչերում նկարենք։ Լվանց մի հատ է։ Լավ դե։ Լավ դե, եթե աղջիկս ուզում է ուր էր տեքստը։ Ուզում է, եթե աղջիկս ուզում է երջանիկ լինի, մենք դրան դեմ չենք, անզոր ենք։ Թողել լի։ Մամ ջան, պապ ջան, ապրեք որ ինձի հասկացաք։ Մենք լիքը երեխաներ կունենանք, մեկին էլ կտանք դուք կպահեք։ Շատ երջանիկ կլինենք։ Ճիշտ ասում, աղջկա կողմին հաստմաձակ։ Հաստմաձակ։ Դե գնացինք նստի ավտոն, անեմ կես ճամպինել մտնենք Թումոյին, սարը բենզին խանենք։ Անտի ռուսական բենզին խանենք, հովաստենք սատերես։ Օպչի սերիալներ մեր մոտ եկեք ճապարենք, ֆանտաստիկ էր։ Նայեք օքին ամեն շաբաթ երեկո ժամը 20:00-ին Սոնա Էսյանի YouTube-ի ալիքում եւ ամեն 3 շաբթի 22:40-ին Շանթ հեռուստաընկերության եթերում բան ունեք ասելու։ Շնորհակալություն հրաշալի խաղի համար, հուսով եմ քո YouTube-ի հետևորդները մեր շուխուրի համար չեն դատապարտի։ Կարևորը մենք հպարտ ենք այստեղից գնալու ենք հաղթել։ Եվ մի մոռացեք, ամանորին հրաշքներ լինում են։ Այսի շատ կհանդիպենք մյուս շաբաթ։ Հարսակրոջ վրեժը, այսպես էր կոչ։ Եկեք էմոն երգենք։ Էմոն եկավ, շտապեք տղեկ։ Բոլորից բելիսիմո։ Չէ, բայց սկիզբը երգեք։ Բոլորից Էմոն բելիսիմո։ եկավ, շտապեք տղեկ։ Էդ ո՞նց է։ Որ BM-ից իջնի։ Այդ տեքստը չգիտեմ։ Տեքստը տարի են Էմոն բախ։ եկավ, շտապեք տղեկ։ Որ BM-ից իջնի Էմոն, որտեղ քարիչը դնի։ Հետո էմո, Էմո, դու բոլորից բելիսիմո։ Zangiras